Բարի և օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս, թող Տիրոջ շնորհն ու խաղաղությունը մեզ հետ լինի, մեզ վրա լինի։ Երկնային Հայր Աստված, ողորմած Տեր, ես աղոթում եմ ինձ համար, ամուսնուս համար, ընտանիքիս բոլոր անդամների համար, իմ բոլոր հարազատների համար, ինձ լսող, հետևող մարդկանց և նրանց ընտանիքների ու գերդաստանների համար, ամեն հայի համար, ամեն մարդու համար, և խնդրում եմ Տեր, որ Դու ազատես մեզ մեր ինքնահավանությունից և ինքնաարդարացնելուց, Քո լույսը լցրու մեր մեջ, թող Քրիստոսի արդարությունը ապրի մեր մեջ, Քրիստոսի արդարությամբ մենք արդարանանք, Տեր մեզ դարձրու Քո շնորհի անոթները, թող Քո լույսի անոթները լինենք, Քո արդարության անոթները լինենք, Քո սիրո ու կարեկցանքի անոթները լինենք, Քո սերը լցրու մեր մեջ ու թող Քո սերը բխի մեզանից, թող Քո խաղաղության անոթները լինենք, առաջնորդիր մեզ Տեր, աղոթում եմ ապաշխարության, ազատիր Տեր մեր կամքը, մեր սրտերը և մեր մարմինները մեղքի սիրուց, որ մեղքը չսիրենք, որպեսզի մենք կարողանանք ամբողջ սրտով, ազնվորեն դառնալ Քեզ, Տեր իմ Աստված, և ապրել ապաշխարությանը համահունչ կյանքով և ապաշխարության վայել պտուղներ ունենալ մեր կյանքում, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Իսկ հիմա անդրադառնանք Թոմաս Ուոթսոնի «Ապաշխարության վարդապետությունը» գրքին և անցնում ենք 5-րդ գլխին, ապաշխարության պատճառները, այսինքն խոսենք այն պատճառների մասին կամ դրդապատճառները, որոնք մեզ դրդում են ապաշխարության կամ պիտի դրդեն մեզ ապաշխարության։ Առաջինը, ապաշխարությունը դա Աստծո գերիշխան պատվիրանն է։ Գործք առաքելոցի 17-րդ գլխի 30 խոսքը ասում է. բայց Աստված անգիտության ժամանակները անտեսելով այժմ մարդկանց պատվիրում է, որ ամեն ոք ամեն տեղ ապաշխարի։ Ապաշխարությունը կամայական չի։ Ապաշխարությունը մեր ընտրությանը չի թողնված, կզղջանք թե ոչ։ Ապաշխարությունը Աստծո կողմից մեզ տրված անփոխարինելի հրահանգ է, պատվիրան է։ Աստված երկնային բարձր դատարանում օրենք է ընդունել ու հաստատել, որ ոչ մի մեղավոր չի փրկվի, բացի զղջացող, ապաշխարող մեղավորներից, և Աստված չի խախտի իր իսկ սեփական օրենքը։ Եվ այն փաստը, որ յուրաքանչյուր մարդ մեղավոր է, դա փաստ է, գրված է Աստվածաշնչում, Աստված այդպես է նայում բոլոր մարդկանց, և այդ մասին ես տարբեր դասերում շատ եմ խոսել։ Եթե նույնիսկ բոլոր հրեշտակները կանգնեին Աստծո առաջ և աղաչեին, որ Աստված ներեր չապաշխարող մեղավորին ու խնայեր չզղջացող, չապաշխարող մարդու կյանքը, Աստված դա չի անի։ Աստված չի ների ու չի խնայի անապաշխար մարդուն։ Ելից գրքի 34 գլխի 6-7 խոսքերում ասվում է. Տերը անցավ Մովսեսի առջևից և կանչեց. Ես եմ Տերը, Տեր Աստվածը, Տեր ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտությամբ, որ ողորմածություն եմ անում հազարավորների, որ ներում եմ անօրենություն, հանցանք և մեղք, բայց բնավ անպարտ չեմ թողնում հանցավորին և հայրերի անօրենությունը հատուցում եմ պատժելով որդիներին և որդիների որդիներին մինչև 3-րդ և 4-րդ սերունդը։ Աստված շատ ողորմած է։ Աստծո ողորմությունը ավելին է, քան արևի մեջ պարունակվող լույսը, բայց անգամ այս ողորմած Աստված չի ների մեղավորին, քանի դեռ այդ մարդը իր մեղքի մեջ է ու չի ապաշխարել։
Ու ինչպես կարդացինք Ելից գրքի 34 գլխի 7-ում, բայց բնավ անպարտ չեմ թողնում հանցավորին, և հայրերի անօրենությունը հատուցում եմ պատժելով որդիներին և որդիների որդիներին, մինչև երրորդ և չորրորդ սերունդը։ Եթե մենք ուզում ենք, որ սերունդները անիծված չմնան, ուրեմն մենք պիտի ապաշխարենք մեր մեղքերի համար։ Երկրորդ, Աստծո մաքուր սուրբ էությունը թույլ չի տալիս, որ Աստված հաղորդակցվի չզղջացող անապաշխար մարդու հետ։ Քանի դեռ մեղավորը չի ապաշխարել, նա և Աստված չեն կարող ընկերներ լինել։ Եսայի 1 գլխի 16 խոսքը ասում է. «Լվացվեք, մաքրվեք, հեռացրեք ձեր չար արարքները իմ աչքերի առջևից, դադարեք չարիք գործելուց»։ Իսկ հետո Եսայի 1 գլխի 18-ից 20-ում Աստված ասում է. Եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն, եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան, եթե դուք հոժար լինեք ու լսեք, կճաշակեք երկրի բարիքը։ Այսինքն, եթե դուք լսեք իմ խոսքին ու հետ դառնաք։ Բայց եթե մերժեք և ապստամբեք, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ բերանն է, որ ասաց այն։ Այսինքն, դարձի կգա կապաշխարեք, բարիք կտեսնեք, կշարունակեք ապստամբել իմ դեմ, կշարունակեք մերժել ապաշխարությունը և Աստծուն դառնալը, ապա սուրն է ուտելու ձեզ։ Այսինքն, առանց ապաշխարության մենք հարաբերություն չենք կարող ունենալ Աստծո հետ։ Մենք չենք կարող ներվել։ Առանց ապաշխարության չի կարող լինել ներում կամ փրկություն Աստծուց։ Բայց մեր անապաշխարությունը կկործանի մեզ։ Երկրորդ Կորինթացիներ 6-րդ գլխի 14-ում էլ ասվում է. «Անհավատների հետ սերտ հարաբերություններ մի ունեցեք, որովհետև արդարությունը անօրինության հետ ինչ կապ կարող է ունենալ, կամ լույսը խավարի հետ ինչ կապ կարող է ունենալ։ Ինչպես կարող է արդար Աստվածը հարաբերություններ ունենա մեկի հետ, ով շարունակում է իր հանցանքները ու մեղքերը, հատկապես երբ որ հասկանում ենք, որ հանցանքը, մեղքը դա ապստամբություն է Աստծո դեմ, դա ոտնատակ է անում Աստծո փառքը, Աստծո կամքը, անարգում է Աստծուն։ Ելից 23:7-ում ասվում է. «Հեռու մնա սուտ խոսքերից և անմեղին ու արդարին մահվան մի մատնիր, որովհետև ես չարին չեմ արդարացնի»։ Աստված չարին չի արդարացնելու։ Իսկ չարը նա է, ոչ թե ով որ մեղք է գործում, որտեղ բոլորս ենք մեղք գործում, այլ նրանք, ովքեր չեն ընդունում իրենց մեղքը ու չեն ապաշխարում։ Եթե Աստված կարող է հաշտ լինել մեղավորի հետ, նախքան մեղավորը կզղջա ու կապաշխարի, ապա ստացվում է, թե Աստված հավանություն է տալիս մեղքին, կարծես թե Աստծուն դուր է գալիս, ապա Աստծուն կարծես դուր է գալիս այն ամենը, ինչ մեղավորն արել է, բայց դա այդպես չէ։ Եթե Աստված այդպես վարվի, ապա Աստված կհակառակվի իր իսկ սրբությանը, իր իսկ արդարությանը և իր իսկ կարգ ու կանոնին։ Մեղավորին ներում շնորհելը, երբ մեղավորը ապստամբության մեջ է, հակասում է Աստծո էությանը, Աստծո սրբությանը, Աստծո արդարությանը։ Երրորդ, մեղավորները, ովքեր շարունակում են չզղջալ ու չապաշխարել, նրանք դուրս են մնում Քրիստոսի հանձնարարությունից, Քրիստոսի առաքելությունից։ Բայց եկեք նախ տեսնենք, թե որն է Քրիստոսի հանձնարարությունը։ Կարդանք Եսայի 61 գլխի 1 խոսքը. «Տեր Աստծո հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ, ավետիս տալու հեզերին, ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում կալանավորներին»։ Քրիստոսը և Հայր Աստծո թագաժառանգն է, և մեր փրկիչն է։
բայց ոչ այն բանի համար, որ մարդկանց փրկի համընդհանուր ձևով, անկախ նրանից, թե մարդիկ ապաշխարում են, թե ոչ։ Քրիստոսը մարդկանց տանում է դրախտ առ իրեն հավատքի ու ապաշխարության դռների միջով։ Այսինքն, եթե դու հավատում ես, ընդունել ես Քրիստոսին եւ ապաշխարում ես, Քրիստոսը քեզ կտանի դրախտ։ Բայց եթե դու Քրիստոսին չես ընդունում, կամ ընդունում ես Քրիստոսին ու չես ապաշխարում, ապա նա քեզ չի տանելու դրախտ։ Գործք Առաքելոցի 5-րդ գլխի 31-ը ասում է. Աստված իր աջով նրան որպես առաջնորդ ու փրկիչ բարձրացրեց, որպեսզի Իսրայելին ապաշխարություն եւ մեղքերի թողություն տա։ Այսինքն, որպեսզի մեր մեղքերը ներվեն, նախ պիտի լինի ապաշխարություն։ Օրինակ, թագավորը ներում է ապստամբներին, եթե նրանք ապաշխարեն եւ հանձնվեն իրենց իշխանի ողորմությանը, բայց եթե ոչ, եթե նրանք համառեն բացահայտ անհնազանդության մեջ, ապա թագավորը նրանց չի ների ու պատժի կենթարկի։ 4. Մենք անիրավություն ենք արել Աստծո հանդեպ մեր մեղքերով։ Մեր ապաշխարությունը իր մեջ արդարություն է ներառում։ Մենք մեր մեղքով անիրավություն ենք գործել Աստծո դեմ։ Մենք խավարացրել ենք Աստծո պատիվը, Աստծո փառքը մեր մեղքերով։ Մենք խախտել ենք Աստծո եւ անգամ մարդկային ողջամտությունը Մենք խախտել ենք Աստծո օրենքը եւ անգամ մարդկային ողջամտությունը պահանջում է եւ աստվածային սրբությունն է պահանջում, որ մենք հատուցենք ու վերականգնենք Աստծո պատիվն ու փառքը։ Աստված չցանկացավ, որ մենք մեր կյանքով հատուցենք այդ ամենի համար։ Նա իր սուրբ ու անմեղ որդուն Հիսուս Քրիստոսին փրկագին դարձրեց մեզ համար։ Քրիստոսը հատուցեց այդ ամենի համար, որ նրանով մենք փրկության ճանապարհ ունենանք, բայց միևնույնն է ապաշխարությամբ մենք խոնարհեցնում ենք ինքներս մեզ եւ ինքներս մեզ դատում ենք մեր մեղքերի համար եւ այդպես ենք մենք հատուցում Աստծո անունը անարգելու համար։ Ապաշխարությամբ մենք համաձայնվում ենք, որ Աստված արդար կլիներ, եթե նա կործաներ մեզ, եւ այսպիսով մենք փառք ենք տալիս Աստծուն եւ անում ենք այն, ինչ կարող ենք վերականգնելու Աստծո պատիվը։ Երբ որ մենք մեղքից հետ ենք դառնում, մենք վերականգնում ենք Աստծո պատիվը։ 5. Եթե Աստված որոշի փրկել մարդկանց առանց ապաշխարության, առանց խտրականության, այսինքն Աստված տարբերություն չդնի, ապաշխարելա թե չի ապաշխարել, ես մարդը ես փրկելու եմ, ապա այս կանոնով Աստված պետք է փրկի բոլորին, բայց Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում, որտեղ եթե այդպես լիներ, այդ դեպքում Աստված պետք է ների ու փրկի ոչ միայն մարդկանց, այլև սատանային ու նրա դևերին, եւ հետեւաբար Աստված պիտի հրաժարվի իր արդարությունից, իր սրբությունից, իր հրահանգներից։ Բայց եթե գոնե մի քիչ կարդացել եք Աստվածաշունչը ու մի քիչ գոնե ճանաչում եք Աստծո էությունը, ապա ինքներդ կհամաձայնեք, որ սա տրամագծորեն հակառակ է սուրբ գրություններին։ Աստված ինքն իրեն, իր կամքը, իր արդարությունը բացահայտել է մեզ սուրբ գրություններում։ Աստված իր միտքը չի փոխելու։ Աստվածաշունչն ասում է նրա մեջ ստվեր չկա։ Եվ Աստված ինքն իր դեմ եւ իր օրենքի դեմ չի գործելու։ Իր խոսքի ու իր սրբության դեմ չի գործելու։ Որտեւ եթե այդպես անի, ուրեմն կստացվի, որ նրա սուրբ որդու մահն ու խաչելությունը ոչ մի բանի համար էր։ Աստված ինքն իր սիրտը խոցեց ոչ մի բանի համար, Աստված չի փոխվելու, այդ մենք պիտի ապաշխարենք, դարձի գանք ու փոխվենք։ Կան երկու տեսակի մարդիկ, որոնց համար ավելի դժվար կլինի ապաշխարել, քան մյուսներին։ Ոչ թե անհնար, այլ դժվար։ Առաջինը,
Այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ կարդացել են, լսել են Աստծո խոսքը, լինի ինքնուրույն, թե եկեղեցում, թե քարոզների միջոցով, սակայն նրանց մեջ ոչ մի փոփոխություն ու հոգևոր աճ չկա։ Այն հողը, որը ջրվում է անձրևի կենարար ջրերով, բայց ծնում է փուշ ու տատասկ, հավասար է անիծված հող լինելուն։ Նույն կերպ էլ, երբ մարդը երկար ժամանակ լսում է, կարդում է Աստծո խոսքը, որ կենդանի ջրեր են, ու նրա սիրտը չի փոխվում, ապա նրա սիրտը շատ է կարծր ապաշխարելու համար։ Նման մարդուն Աստված այնքան պիտի ջարդի իջացնի, մինչև որ նրա սիրտը բացվի, նա ապաշխարի։ Եբրայեցիների 6-րդ գլխի 8-րդ խոսքում ասվում է. իսկ որ փուշ ու տատասկ է տալիս, անպետք է, նրան անեծքն է կպչում, ու նրա վերջը այրվելն է։ Քիչ հույս կա մետաղի համար, որ երկար ժամանակ մնացել է կրակի մեջ, բայց չի հալվել ու չի զտվել։ Երբ Աստված մեկը մյուսի հետևից ուղարկում է իր սպասավորներին, իր ծառաներին, հորդորելով և համոզելով մարդկանց թողնել իրենց մեղքերը, բայց նրանք չեն լսում, այլ բավարարվում են իրենց լճացած ձևականությամբ և կարող են քնել քարոզի ժամանակ, լսել ու բանի տեղ չդնել, այդ մարդկանց համար դժվար կլինի երբևէ ապաշխարել։ Նրանք պետք է վախենան, որ հանկարծ Քրիստոսն իրենց էլ չասի այն, ինչ ասեց թզենուն։ Մատթեոս ավետարանի 21-րդ գլխի 19 խոսքում. թող քեզանից հավիտյան պտուղ չլինի, ու թզենին իսկույն չորացավ։ Աղոթեք, ողորմություն խնդրենք Աստծուց, որ փափկացնի մեր սրտերը, որ մենք չլինենք այնպիսի մարդիկ, որ երբեք չկարողանանք ապաշխարել։ Երկրորդ, այն մարդիկ, ովքեր հաճախ են մեղք գործել, չնայած Աստծո խոսքի զգուշացումներին, չնայած իրենց խղճի զգուշացումներին և չնայած Սուրբ Հոգու հուշումներին։ Խիղճը կանգնած է հրեշտակի պես, բոցավառ սուրը ձեռքին և ասում է. մի արա այս մեծ չարիքը կամ ապաշխարի արածիդ համար, բայց այս մեղավորները չեն լսում ոչ Աստծո խոսքին, ոչ իրենց խղճին, ոչ էլ Սուրբ Հոգու հուշումների ձայնը։ Նրանք վճռականորեն քայլում են սատանայի դրոշի ներքո։ Այս մարդկանց համար հեշտ չի լինի ապաշխարել։ Ոչ թե անհնար կլինի, այլ հեշտ չի լինի։ Հոբ գրքի 24 գլխի 13-ում ասվում է. նրանք լույսի հակառակորդներ են, նրանց ճանապարհները չեն ճանաչում, Աստծո ճանապարհները չեն ճանաչում և Աստծո շավիղներում չեն մնում։ Նորից կարդամ. նրանք լույսի հակառակորդներ են, Աստծո ճանապարհները չեն ճանաչում և Աստծո շավիղներում չեն մնում։ Լույսի պակասի պատճառով մեղք գործելը մի բան է, բայց սարսափելի բան է լույսի դեմ մեղանչելը։ Այստեղ սկսում է առաջանալ աններելի մեղքը։ Մարդիկ սկսում են մեղանչել խղճի լույսի դեմ, և նրանք աստիճանաբար սկսում են արհամարհանք ցուցաբերել շնորհի հոգու հանդեպ, Աստծո հոգու հանդեպ։ Եթե այսպիսի մարդ ես, աղոթի ու ողորմություն խնդրի Աստծուց, որ աշխատի սրտիդ հետ, ամեն բան անի, միայն թե քեզ ազատի չապաշխարելու անեծքից։ Եվ այսօր ավարտենք նախազգուշացումով չզղջացողներին, չապաշխարողներին։ Այս նախազգուշացումը թող ծառայի որպես խրատ, լուրջ հիշեցում բոլոր չզղջացող, անապաշխար մեղավորներին, որոնց սրտերը կարծես ժայռից են սարքած։ Այդ կարծրացած սրտերը և մարդկանց անապաշխար վիճակը կարելի է ասել այնքան շատ է, որ կարելի է այն համաճարակ անվանել։ Երեմիա 8-րդ գլխի 6-ում ասվում է. ես ուշադիր եղա և լսեցի, նրանք շիտակ չեն խոսում, ոչ ոք չի զղջում իր չարության համար և ասում է. ես ինչ եմ արել։ Ամենքն իրենց ընթացքին են դարձել, ինչպես դեպի պատերազմ արշավող ծին։ Մարդիկ իրենց սրտերը մարմարի պես կարծրացրել են։ Զաքարիա 7:12-ն ասում է. և իրենց սրտերը ադամանդի պես դարձրին,
որպեսի չլսեն այն օրենքը եւ այն խոսքերը, որ զորքերի Տերը իր հոգով ուղարկեց վաղ մարգարեների միջոցով, եւ մեծ տրտմություն եղավ զորքերի Տիրոջ կողմից։ Մարդիկ այդպես էլ չեն խոնարհվում Աստծո առաջ, ողորմություն խնդրելու եւ ապաշխարելու համար։ Երբ ասում եմ մարդիկ, ես նկատի չունեմ մարդկանց, որոնք չեն ճանաչում, որոնց չենք ճանաչում, այլ ես նկատի ունեմ ինձ, քեզ, իմ հարազատներին։ Ամենքս մեզ պիտի քննենք։ Տարածված կարծիք է, որ կախարդները երբեք լաց չեն լինում, ու հեղինակն ասում է, ովքեր մեղքի համար վիշտ չունեն, մեղքի համար սուգ չեն անում, հոգևորապես կախարդված են սատանայի կողմից։ Մատթեոս 11:20-21-ում մենք կարդում ենք, որ երբ Քրիստոսը եկավ Երուսաղեմ, նա սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում նրա հրաշքներից շատերը կատարվեցին, սակայն նրանք չապաշխարեցին։ Վայ քեզ Քորազին, վայ քեզ Բեթսայիդա, որտև եթե Տյուրոսում եւ Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քրձով ու մոխրով ապաշխարած կլինեին։ Եվ հիմա ինչ ենք կարծում, Քրիստոսը չի հանդիմանի մեզ, մեր անապաշխարության համար։ Աստծո սիրտը կոտրված է մեր մեղքերով, սակայն մեր սրտերը կոտրված չեն։ Մենք ասում ենք ու վերաբերվում ենք այնպես, ինչպես Իսրայելը մերժեց Աստծուն ու որոշեց չապաշխարել, ու որոշեց շարունակել մեղքի մեջ, այս դեպքում կռապաշտության մեղքի մեջ։ Երեմիա 2:25-ում կարդում ենք. անհույս է, ոչ, որովհետև ես սիրել եմ օտար աստվածներին և նրանց հետևից եմ գնալու։ Աստծո արդարադատությունը հրեշտակի պես կանգնած է իր սուրը ձեռքին, պատրաստ հարվածելու մարդկանց։ Բայց մեղավորների հոգևոր աչքերը կույր են ու չեն տեսնում Աստծո արդարության քաշած սուրը։ Աստված հարվածում է մարդկանց, որ նրանք խելքի գան, բայց նրանք խելքի չեն գալիս, չեն ապաշխարում։ Եթե իրապես ապաշխարենք, ապա կվարվենք այնպես, ինչպես գրված է Երեմիա 31:19-ում. Հիրավի, իմ դարձից հետո զղջացի և գիտակցելուց հետո իմ ազդրին խփեցի, ամաչեցի և նվաստացա, որովհետև իմ երիտասարդության նախատինքը կրեցի։ Որտեւ եթե իսկապես ապաշխարում ենք, Աստծո դաստիարակությունը, Աստծո մեզ հասցված ցավը, ոչ թե Աստծուն կմեղադրենք, այլ շնորհակալ կլինենք, որ դրա պատճառով խելքի ենք եկել ու ապաշխարել մեր մեղքերից։ Մարգարեն տխրությամբ ու տրտմությամբ բողոք է բարձրացնում Աստծո առաջ իր ժողովրդի դեմ։ Երեմիա 5:3 խոսքը ասում է. Ով Տեր, միթե քո աչքերը դեպի ճշմարտությունը չեն, դու նրանց հարվածեցիր, բայց նրանք չցավեցին, դու նրանց ոչնչացրիր, բայց նրանք մերժում են հանդիմանությունը ընդունել, նրանք իրենց երեսը ապառաժից ավելի են պնդացրել, չեն ուզում դարձի գալ։ Հիմա հայ ժողովուրդ, հայ մարդ, ինչ է կատարվում մեր երկրում, քիչ պատիժ ենք ստանում Աստծուց, բայց ուր են ապաշխարողները։ Արծաթը ակնհայտորեն աղտոտված է, եթե այն կրակի մեջ դրվելուց հետո դառնում է ավելի կոշտ եւ ոչ թե ավելի փափուկ։ Բ մնացորդաց 28 գլխի 22-ից 24-ում ասվում է. Նա այդ աքաս թագավորը նեղության մեջ եղած ժամանակ էլ շարունակ մեղք էր գործում Տիրոջ դեմ։ Նա զոհեր էր մատուցում Դամասկոսի չաստվածներին, որոնք ջարդ էին տվել իրեն եւ ասում էր. ասորիների թագավորների աստվածները օգնում են իրենց, ես նրանց զոհեր կմատուցեմ, որ ինձ օգնեն։ Բայց դրանք իր եւ Իսրայելի անկման պատճառը դարձան։ Կարծր սիրտը մարդու անոթ է սատանայի համար, այսինքն մարդու կարծր սիրտը անոթ է սատանայի համար։ Ինչպես Աստված ունի բնակության երկու վայր, մեկը դրախտում, իսկ մյուսն էլ մարդու խոնարհ սրտում, այնպես էլ սատանան ունի երկու տեղ, որտեղ նա բնակվում է՝ դժոխքում եւ մարդու կարծրացած սրտում։ Մարդը խեղդվում է ոչ թե այն պատճառով, որ ընկնում է ջրի մեջ, այլ որ մնում է ջրի մեջ։
Նույն կերպ էլ մեղքի մեջ ընկնելը չէ, որ անիծում է մեզ ու տանում կործանման, այլ մեղքի մեջ մնալը, այդ մեղքը սիրելը առանց ապաշխարության։ Առաջին Տիմոթեոսի 4 գլխի 2 խոսքը ասում է. «Ստախոսների կեղծավորությամբ, որոնց խճմտանքը խարանված է, այսինքն որոնց խիղճը մեռած է, սրտի կարծրությունը ի վերջո հանգեցնում է նրան, որ մեր խիղճը, մեր հասկացողությունը բթանում է, մեռնում է։ Ոնց է դանակը բութ լինում, հացը չի կտրում, այդպես էլ մեր խիղճն է բթանում ու մեռնում, որ իր գործը չի կարողանում էլ անել»։ Մարդիկ լռեցնում են իրենց խիղճը, եւ Աստված բթացնում է նրանց։ Եվ հետո Աստված թույլ է տալիս, որ նրանք մեղանչեն, եւ էլ դրանց չի պատժում խելքի բերելու համար։ Եսայի 1:5-ում ասվում է. «Ինչու եք դեռևս պատժվում, ապստամբությունը շարունակելով։ Ամբողջ գլուխը հիվանդ է, ամբողջ սիրտն է նվաղած»։ Երբ մենք մեղքի մեջ ենք, մեր գլուխն է հիվանդ, մեր սիրտն է նվաղած, մեր ողջ էությունը փտած ու փչացած է։ Ինչպես հայրը հրաժարվում է ուղղել երեխային, ում նա մտադիր է ժառանգությունից զրկել, այդպես էլ Աստված վարվում է նրանց հետ, ովքեր կարծրացրել են իրենց սրտերը եւ ոչ մի կերպ չեն ցանկանում ապաշխարել։ Այսքանը այսօր։ Թող այս խոսքերը նիզակի պես, սրի պես խրվեն մեր ողերի մեջ, մեր ողնուծուցի մեջ, ինչպես ասում է Աստվածաշունչը, եւ բերեն մեզ հոգու, մտքի, սրտի բժշկություն, որպեսզի ամեն կարծրություն քանդվի մեր մեջից Տիրոջ ողորմությամբ ու զորությամբ ու բերի մեզ ճշմարիտ ապաշխարության, ճշմարիտ դարձի։ Հիսուսի անունով։ Ամեն։